Շղթայական խոշոր վթար Գյումրիում ողբերգական ավարտով Գարեգին Նժդեհ փողոցում 5 մեքենա են բախվել, այդ թվում ահազանգով դեպքի վայր շտապող Հրշեջ Կամազը։ Այն կողաշրջվել է, ըստ ներքին գործերի փրկարարության հաղորդագրության Ford Magnus-ի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։ Պատահարի հետևանքով 6 հոգի, այդ թվում 3 փրկարարական ծառայող տեղափոխվել են բուժհաստատություններ։ Վիրավորների թվում կա նաև 8-ամյա երեխա։ Նրանք Գյումրիի բուժհաստատությունից տեղափոխել են Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր։ Առավոտյան պայթյուն է եղել Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում, բարեբախտաբար այստեղ տուժածներ չկան, վնասվել են կայանած 3 ավտոմեքենա եւ հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել։ Շամշյանի տեղեկացմամբ պայթյունը տեղի ունեցել գազալցակայանի հետնամասում կոմպրեսոր մտնող խողովակից։ Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուին սպասարկող 57-50 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է Երևանի ավտոբուս ընկերությունում։ Այստեղ որոշում են ընդունել վարորդին ազատել աշխատանքից, հայտնում են Երևան ավտոբուս ընկերությունից։ 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանին, Բավրագյուղից 8 կիլոմետր հարավ-արևելք։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 4-ից 5 բալ է եղել, երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ գրանցվել է Շիրակի Սարագյուղ, Ղազանչի եւ Մեծ Սեպասար գյուղերում։ Շինանյութի շուկայում մոտ 4 միլիարդ դրամից թվերային շրջանառություն է բացահայտվել խոշոր հարկվճարողներից մեկի մոտ։ Պեկից հայտնում են, որ շինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը հաճախ չի տրամադրել համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր, եւ այդ գործելավոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնել են քրեական վարույթ։ Հունական Ալեքսանդրիա քաղաքի փողոցներից մեկը Անդրանիկ Օզանյանի անունով կլինի։ Ալեքսանդրիայի հայ համայնքից փոխանցում են, որ հիմնականում Մշո գավառից հունական այս քաղաքում հաստատված հայերը դիմել են Ալեքսանդրիայի քաղաքապետարան առաջարկով, որ Անդրանիկ Օզանյանի անունով փողոց ունենան։ Քաղաքային իշխանությունը չի մերժել հայերի հայտը հաստատվել է եւ Ալեքսանդրիայի փողոցներից մեկը առաջիկայում մեծ հայդուկապետի անունով կլինի։ Սիրան Շուրեդյան, ժամը լրատվական։